Վանաձորի պետական համալսարանի մագիստրոսական կրթական համակարգում կրթություն ստացած ուսանողների համար արդեն անցալում են ռեֆերատները, ստուգարքները, քննություններն ու կուրսային աշխատանքները, քանի որ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում կայացավ համալսարանի առաջին շրջանավարտների մագիստրոսի կոչում ձեռնադրելու արարողությունը։ Բուհն այս տարի թողարկեց մագիստրոսական կրթական համակարգի որակավորման 145 մասնագետի, որոնք այսուհետ կարոտով կհիշեն առաջին անգամ պրակտիկայում հաղթահարած վախն ու դժվարությունները, նախաքննական սթրեսն ու հետքննական թեթևությունը։ Դասախոսությունները սերտված է, մասնագիտական գրականություն ընթերցված, պետական քննության վախը ևս հաղթահարված է։ Այսօր ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն անձամբ ուսանողներին հանձնեց ուսանողական 6 տարիների աշխատանքի արդյունքը դիպլոմի տեսքով։ Այն կարծիքին եմ, որ կրթության այս մակարդակը պետք է անպայմանորեն համալսարանը մշտապես կազմակերպի, որպեսզի մենք ունենանք շրջանավարտներ, ովքեր միայն գիտելիքը չեն իրենց հետ տանում, այլ նաև ի վիճակի են այդ գիտելիքը վերածելու գիտության։ Ես ուզում եմ, որ այս տարիները իզուր չանցնեն մեր շրջանավարտների կենսագրության համար, այն տեսանկյունից, որ նրանք գիտելիքներ են անվարել եւ ես կուզենայի անպայմանորեն, որ նրանք հետագա առաջընթացի մեջ իրենց բավարարված զգային մեր տված գիտելիքների սահմաններում։ Մենք այսօր մի ստվար բանակ հետազոտողներ տվեցինք հանրությանը, վստահ եմ, որ նրանք մագիստրատուրայում ստացած իրենց գիտելիքները սպաս են դնելու մեր կրթական համակարգին եւ բնական է, որ մեծ մասամբ դպրոցները կստանան բարձր որակի մանկավարժներ, նրանց մեջ կան նաև կրթական ոլորտի կառավարման մասնագետներ, որոնք իրենց ձեռք բերած գիտելիքները անպատճառ կօգտագործեն դպրոցի կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար եւ իմ խորին համոզմամբ կրթությունն այն ոլորտն է, որ բոլորի ուշադրության կենտրոնում պետք է լինի։ Ռեկտորն ամփոփեց նախորդ տարիների աշխատանքը։ Բուհում մագիստրոսական կրթությունը ներդրվել է 2008 թվականին եւ 2010 թվականին 4 մասնագիտությունների գծով տվել 54 շրջանավարտ։ Այս տարի նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել դիմորդների առումով։ Նոր մասնագիտությունների գծով Բուհը թողարկել է հանրային կառավարման 18 եւ կրթության կառավարման 6 մասնագետներ։ Շրջանավարտների 30%-ը ստացավ առաջին կարգի դիպլոմ, ինչը խոսում է ուսանողների առաջադիմության եւ կրթության բարձր որակի մասին։ Ուսանողների ուրախությունը կիսեցին ոչ միայն ծնողները, այլև դասախոսները։ Այսօր իսկապես հիշարժան, ավանդական դարձած ուրախ օր է մեր Բուհի համար։ Առաջին անգամ մենք տալիս ենք մագիստրոսներ Վանաձորի պետական համալսարանի առաջին մագիստրանտներին։ Կարծում եմ, որ դրանք լինեն այն մագիստրանտները, որոնք հետագայում հանրապետության եւ միջազգային ասպարեզում հետազոտական դաշտը կուժեղացնեն եւ կասեն, որ այո, մենք շրջանավարտն ենք համալսարանի, այն համալսարանի, որը նոր է ծնվել ու պետք է ունենա վառ ապագա։ Շնորհավորում եմ բոլոր մագիստրանտներին, նրանց ծնողներին եւ մեզ, որ այսպիսի հրաշալի սերունդ են կարողացել ճանապարհել դեպի կյանք։ Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, ցանկանում եմ երազանքների իրականացում։ Բոլորի հետ մի փոքրիկ մասնիկ մեզանից գնացել է եւ ես ցանկանում եմ, որ այդ մասնիկը տարիների ընթացքում շնորհակալական ձևով մեզ վերադարձնեն։ Շատ ուրախ եմ, որ ֆիզմատ ֆակուլտետի շրջանավարտների մեծամասնությունը արդեն աշխատում է։ Նշանակում է մեր տված մասնագիտությունը ինչ որտեղ իրենց պետք է եկել, իրենց գտնելու այս կյանքում եւ ուրախ եմ, որ մեր համալսարանի համար այսօր մեծ տոն էր, որովհետեւ բոլորի պայծառ աչքերը փայլում էին մեզ համար, ծնողների համար եւ իրենց ապագա երեխաների համար։ Երբ ավարտում ես բակալավրի գերազանցությամբ, ուղղակի մեխանիկորեն ստացվում է այնպես, որ դու անկախ քեզանից ցանկություն է առաջանում քեզ մոտ շարունակել ուսումդ, որովհետև երբ 4 տարի սովորելուց հետո վերջապես տեսնում ես քո արդյունքը, հասկանում ես, որ դու գնահատված ես, հասկանում ես, որ գիտության մեջ դու հասել ես ինչ-որ մի տեղ, որ կարող ես արդեն քայլ առաջ դնել եւ այդ պահին քայլ յետա արդեն քո կողմից սխալ քայլ կլինի։ Դրա համար որոշեցի քայլ առաջ եւ ցանկություն ունեմ նաեւ եւս մեկ քայլ առաջ ընթանալ դեպի ասպիրանտուրա։ Ուսանողական կյանքը ինչ խոսք երթում է մարդու բնավորությունը, օգնում շփման օրենսդրեր հաստատելուն, գիտության ասպարեզում նորարարություն մտցնելուն եւ որպես մասնագետ սեփական տեսակետն առաջ քաշելուն։ Որպես մասնագետ շրջանավարտները հեռանում են հարազատ Բուհից արդարացնելու սիրելի դասախոսների հույսերը։ Կրթությունը ստանալով Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում, լինելով 2014-2015 ուսումնական տարվա մագիստրատուրայի շրջանավարտ, հանդիսավոր երդվում եմ
Անձնվիրաբար հիշել եւ չմոռանալ նրանց, ովքեր ինձ կրթել են, ում հետ ես սովորել եմ։ Երդվում եմ մշտապես ավելացնել եւ խորացնել իմ ստացած գիտելիքները։ Երդվում եմ օգտագործել դրանք իբարս մարդկության, հայրենիքիս եւ ի բարօրություն ինձ կրթած մայր բուհիս։ Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ։ Հերմինե Այվազյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։